Դատական նիստերի դահլիճի ապակուց այս կողմ օրհնություն են ստանում հավատավոր մարդիկ Բագրատ Սրբազանից։ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացնում վերացնել կամ փոխել Սրբազանի խափման միջոցը, որպեսզի բարձրաստիճան հոգևորականը կարողանա մասնակցել դեկտեմբերի 10-ից 12-ը հրավիրված եպիսկոպոսատ ժողովին։ Եթե այս պարագայում նաև մերժվի իր մասնակցությունը եպիսկոպոսատ ժողովին, նաև կխախտվի կրոնի խղճի մտքի եւ կրոնական ազատության իրավունքը եւ նաև միավորումների իրավունքը։ Եվ հետեւաբար այս բանով նաև միջնորդության հիմնավորումներով նշել ենք նաև օրենքի եւ դատարանի առջև հավասարության սկզբունքը, հաշվի առնելով, որ արդեն իսկ մի շարք մեղադրյալների խափանման միջոց փոխվել է։ Բանտարկված Միքայել եւ Բագրատ Սրբազանները կալանավայրից անցած կիրակի էին դիմել վեհափառ հայրապետին եպիսկոպոսատ ժողով հրավիրելու կոչով։ Նաև պնդել, որ այդ ժողովին պետք է ապահովվի իրենց եւ Արագածոտնի կալանավորված թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի մասնակցությունը։ Քրեակատարողական հիմնարկից այս հայտարարությունը Սրբազան հայրերը տարածել էին Նիկոլ Փաշինյանի եւ 8 եպիսկոպոսների հանդիպումից հետո, այն անվանելով խայտառակ հանդիպում։ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ arczepiskopos-ը մեկ նախադասությամբ է պատասխանել լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունի բարձրաստիճանային հոգևորականների մասին, որոնք պահանջել են վեհապառ հայրապետի հրաժարականը ու անցել Նիկոլ Փաշինյանի կողմը։ Բայց մենք հստակ գրել ենք, ոչ թե կարգանից, այլ պաշտոնը զրկել, մնացածը հետո։ Arczepiskopos-ի պաշտպաններն առաջարկում են փոխել Սրբազանի խափանման միջոցը 3 միլիոն 800 հազար դրամ գրավով եւ հնարավորություն տալ մասնակցելու եպիսկոպոսատ ժողովին, պայմանով, որ դրանից հետո Սրբազանը կվերադառնա քրեակատարողական հիմնարկ։ Ոչ պակաս եւ հատկապես ավելի կարևոր է, որ այս միջնորդությունը ներկայացվում է հանրային շահի տեսանկյունից, որովհետեւ Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը եւ այս դատական դահլիճում էլ առկա անձանց ճնշող մեծամասնությունը, եթե չասենք բոլորը, առաքելական եկեղեցի հետևորդներ են։ Սրբազանի խափանման միջոցի հարցը դատարանը որոշում է քննել հաջորդ երեքշաբթի եպիսկոպոսատ ժողովից մեկ օր առաջ։ Բագրատ Սրբազանը հայտարարում է, որ դատական հաջորդ նիստից սպասումներ չունի, բայց կխոսի այդ օրը։ Մյուս երեքշաբթի ոչ մի ակնկալիք էլ չունեմ, բնականաբար, բայց այն ժամանակ կխոսեմ։ Այսօր դատարանը նաև Սրբազան պայքարի գործով անցնող Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետն է երկարաձգել 3 ամսով։ Երկուշաբթի վերաքննիչ քրեական դատարանը ընդդիմադիր պատգամավորի խափանման միջոց կալանքը փոխել էր տնային կալանքով եւ 20 միլիոն դրամ գրավով։ Անկեղծ ասեմ, այդ որոշումից հետո իմ կյանքում ոչինչ չի փոխվել։ Իհարկե, ուրախացել են իմ 85 եւ 78 տարեկան ծնողները, ուրախացել են իմ երեխաները շատ, ուրախացել է իմ կինը, ուրախացել են այս դահլիճում նստած շատ մարդիկ իմ ընկերները։ Դատարանը թույլատրել է պատգամավորի մերձավոր հարազատներին, քույրերին ու եղբորը, նաև նրանց ընտանիքների անդամներին տեսակցել Արթուր Սարգսյանին։ Էդգար Ղուշյան, Նորայր Շարբաթյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։